Հիմնանորոգված ու բարձրակարգ գույքով համալրված Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ Ստեփանավանում վերաբացվում է արևելյան մարտարվեստների մարզադահլիճը։ MMA, գրեփլինգ, ջիու-ջիցու, կարատե եւ ոչ միայն։ Patriots մարզական ասոցիացիայի սաները այսուհետև մարզումները կանցկացնեն ամբողջությամբ թարմացված մարզադահլիճում։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի հետևողական աշխատանքը տեսանելի է։ Ոչ միայն մարզադահլիճն է նորոգվել, այլև բացօթյա հատվածը, որտեղ եւս մարզվելու լավ պայմաններ են ստեղծվել։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահան մեծ ծրագրեր եւ նախաձեռնություններ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում տարբեր մարզաձևերի զարգացման գործում տասնյակ տարիներ ի վեր։ Ստեղծվելով ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը, որի համահիմնադիրն է նաեւ Հովհաննես Ծառուկյանը, մեր բոլոր այս ծրագրերի եւ նախաձեռնությունների համակարգող խորհրդի պատասխանատուն է եւ իզուր չէ, որ այս կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք, կարելի ասել 4 ամսում 2 մարզադպրոց բացել։ Բոլորս միանանք ոչ օլիմպիականին, որպեսզի համախմբվենք, նույնը մեր ազգը համախմբվենք իրար եւ այդ միշտ պատրաստենք ամեն հնարավոր բան անենք գերահայրապետության, որ համախմբված լինեն մարդիկ, ավելի լավ պայմաններ ստեղծենք, ավելի մեծ մարզական պատրաստվածություն որ լինի։ Միշտ անկալություն ենք հայտնում ձեզ շատ, այս բոլոր երեխաներին ձեր գալը շատ մեծ ուժ է տալիս, որ մեր կողքին կան հզոր մարդիկ, որ մենք կարող ենք այդ հզորությունով շարժվել առաջ եւ մեր երեխաներին դուրս հանել։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը ընդլայնվում է մարզաշխարհում, նման համախմբումը նոր հաղթանակների գրավականն է, վստահ են պատասխանատուները։ Հովհաննես Ծառուկյանին հատուկ շնորհակալագիր եւ չեմպիոնական գոտի են հանձնում։ Այս չեմպիոնական գոտին ես ուզում եմ հանձնել պարոն Ծառուկյան ձեզ, որ մենք Patriots մարզիալ ասոցիացիան կազմակերպում արդեն 10 անգամ պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարեր եւ այս գոտին սիրով նվիրում ենք ձեզ։ Հաղթանակներ ռինգում ու ռինգից դուրս Ստեփանավանի ու հարակից քաղաքների գյուղերի պատանիները խոստանում են ավելի լավ մարզվել ու մեդալներով հայրենիք վերադառնալ։ Համաձայն հորս խոսքի ոնց որ ասած բացելու ենք դեռ մարզադահլիճներ, որտեղ որ կարիքը լինի։ Եվ հիմնական գաղափարը նպատակային է, որ մեզ մղում է այս արարքներին, որ եթե չկա առողջ երիտասարդություն, չկա ապագա նաև։ Պետք է առողջ երիտասարդություն լինի, որ լինի նաև ապագա։ Դրա համար էլ մենք շարունակելու ենք ու անելու ենք, որտեղ որ կարիքը եղավ։ Հաջորդ կանգառը Վանաձորն է, այստեղ ոչ օլիմպիական մարզաձևերի միության պատասխանատուների Արևելյան մարտարվեստի ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպում հավաքն է։ Այն ծրագրերը եւ նախաձեռնությունները, որոնք մենք առաջարկում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանին, անմիջապես լիակատար աջակցության ենք արժանանում։ Վառապացույցն է այս քանի օրերին, 4 ամսվա ընթացքում կարելի ասել 2 մարզադահլիճի վերանորոգման եւ մարզական գույքով ապահովումը։ Իհարկե այս ամենը համակարգում է Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Ես պետք է իմ խոսքում նշեմ, որ աշխատասիրության, ջանասիրության եւ նվիրվածության, այդ թվում նաեւ ինտենսիվ գործունեության շնորհիվ է, որ արագ կերպով կարողացանք վերանորոգենք եւ մարզական գույքով ապահովենք մարզադահլիճները։ Միության ծրագրում գլխավոր դրույթներից մեկը նվիրված է նախազորակոչային տարիքի տղաներին։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը մի հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ եւ ներկայացրեցինք օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանին, որն էլ անմիջապես հանձնարարեց, որպեսզի իրականացնենք եւ կյանքի կոչենք։ Ես ուզում եմ նշեմ այդ ծրագրի մասին, աշնանային զորակոչից սկսած բոլոր նախազորակոչային տարիքի տղաները մեր 19 ֆեդերացիաներում մարզվելու են անվճար հիմունքներով։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ բանակ մեկնելուց առաջ տղաները պետք է լինեն ֆիզիկապես ամուր եւ կոփված։ Փորձը ցույց է տվել, որ լավ ծառայում են բանակում, խիզախ եւ պինդ են լինում այն տղաները, ովքեր նախազորակոչային տարիքից առաջ մարզվում են եւ մարզվել են սպորտով։
Այսօր մենք բացեցինք մի մարզադահլիճ, որտեղ ուզում եմ կարևոր կետերը ասել, որոնք են, որ անապահով ընտանիքի անդամները այնտեղ մարզվելու են անվճար հիմունքներով, ինչպես նաև պատերազմի մասնակից մեր եղբայրները։ Դա կարևոր կետերն են, որ մենք հետամուտ ենք եղել դրան, եւ ուզում եմ ասել, որ շատ մեծ ողջավորվածությամբ եմ այսօր այստեղ նստած, նրա համար, որ տեսնում եմ իմ հայրենակիցը գնացել, պայքարել է, հաշմանդամություն ունենալով եւ հասել է արդյունքի 4 ոսկե մեդալ է վաստակել։ Դա ինձ տալիս է մեծ ողջավորանք, մեծ հպարտություն, որ ինձ հայ եմ զգում ես։ Խոսքը Կարինե Մանուկյանի մասին է, պարածանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է։ Մարզուհին, ինչպես նաև Լոռու մարզի սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող անհատները պարգևատրվում են հավաստագրերով, ստանում հուշանվերներ ու մարզական հագուստ։ Մի փոքր ուշադրություն, մի փոքր ողջերություն եւ մեր կողմից խոստումներ ավելի կմեծանան։ Մենք ավելի կողջավորվենք, որ զգանք, որ արժանանում ենք։ Այս մեծ հեռավորությունը կապը մայրաքաղաքի հետ անմիջական ձերս աջակցությունը արդեն մեզ մեծ տրամադրություն է տվել։ Շնորհակալ եմ։ Ինչ բարազատենք։ Հույսով ենք, որ հաջորդ զալը կբացենք մեր Վանաձորում ու դուք ներկա կգտնվեք ու մեր խոստումներն ասենք։ Մենք մեր մարզիչների կողմից, որ ստեղ ներկա են գտնված, խոստանում ենք, որ շատ բարձր վերքներ կունենան մեր մարզիկները եւ առաստված գնալու ենք արած շատ շնորհակալություն Ծառուկյան ընտանիքին համար։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության լայնածավալ ծրագրերը շարունակվում են, առջևում նոր նախաձեռնություններ են, իսկ տարեվերջին խոշոր պարգևատրումներ։ Իզաբելլա Հովանիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։